Մայրաքաղաքի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում հավաքվել են յուրօրինակ երաժշտական մարաթոնի մասնակիցներն ու հաղթողները։ Ավարտվել է փայտփորիկ սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան և եզրափակիչ հանդիսության ընթացքում գնահատում են կարևոր նախաձեռնության արդյունքները։ Սոլֆեջոյի առաջին հանրապետական ստուգատեսն անցկացվել է Սայաթ-Նովայի դպրոցի նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ։ Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահի գնահատմամբ վաղուց սպասված և շատ կարևոր նախաձեռնություն էր, քանի որ սոլֆեջոյի ուսուցման համար այսօր անհրաժեշտ են միանգամայն նոր ծրագրեր, մեթոդներ և մոտեցումներ։ Բոլոր դպրոցների ոնց որ սպասված ծրագիր էր, եւ ուսուցիչների, եւ աշակերտների, եւ նախարարության միանգամայն, քանի որ մենք տեսնում ենք, որ սոլֆեջո կոչված առարկայի դասավանդման մեթոդների եւ առաջընթացի հետ կապված մենք բացեր ունենք եւ դանդաղ էր սա առաջ գնում եւ որոշեցինք մրցույթի ձևով այս անգամ ֆինանսավորեց նախարարությունը այս շատ հետաքրքիր ու շատ կարեւոր ծրագիրը։ Փայտփորիկին մասնակցել են Երևանյան եւ մարզերի 65 երաժշտական եւ արվեստի դպրոցների 211 աշակերտներ, որոնցից եզրափակիչ փուլ հասան միայն 39 դպրոցի 84 աշակերտներ։ Մրցույթի հեղինակավոր հանձնախմբի անդամներն ընդգծում են, սոլֆեջոն երաժշտական կրթության առանցքն է, երաժշտության այբուբենը, եւ որքան շատ են մասնակիցներն ու հաղթողները, այնքան շահեկան վիճակում է մեր երաժշտարվեստի ապագան։ Փայտփորիկի առաջին մրցանակակիրները փաստում են դժվար, բայց առողջ եւ արդար մրցակցություն էր, որի արդյունքում սինվել են նոր գիտելիքներով։ Դժվար էր, քանի որ այս օլիմպիադային մասնակցելու համար մենք բավականին շատ դասեր էինք անցկացրել, բավականին շատ նոր բաներ էի սովորել, որ ես դեռ անծանոթ էր ինձ համար, շատ նոր բաներ էի բացահայտել սոլֆեջոյում, երաժշտության մեջ եւ բավականին հետաքրքիր էր եւ մրցակցությունը բավականին ուժեղ էր։ Դե իրականում իմ համար մրցանակը այդքան էլ կարևոր չէ, ինչքան ժողովրդի ուշադրությունը իմ նկատմամբ, բայց դե հաճելի էր, որ նվաճեցի այս մրցանակը։ Եվ քանի որ առաջին օլիմպիադայի արդյունքներն ինքնին խոսուն են, ապա մրցութային հանձնախմբի անդամներն արդեն մտածում են հաջորդ ստուգատեսների մասին, իսկ երաժշտագետ Աննա Ասատրյանը մաղթում է, որ ապագայում ձևավորվի փայտփորիկների մի ամբողջ համայնք, որը հետագայում մթնոլորտ կստեղծի հայ երաժշտարվեստում։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։